Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Վանեցյան։ Բարև։ Պարոն Վանեցյան, զրուցելու ենք իմ ալիքում հրապարակված մեկ հարցազրույցի թեմայի շուրջ։ Արցախից բռնի տեղահանված քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ինձ հետ հարցազրույցում նշել է, որ դուք 44-օրյա պատերազմի ժամանակ թողել եք եւ ինչպես ինքն է ասել, փախել եք, դուք ինչ մեկնաբանություն ունեք, իրականությանը համապատասխանում է այդ տեղեկությունը թե ոչ։ Նախ սկսենք նրանից, որ ինչպես ներկայացրեցիք այդ անձին, ես այդ ներկայացման հետ համաձայն չեմ։ Մենակ բռնի տեղահանվածն է երևի թե ճիշտ, մնացած իր վերաբերյալ ներկայացումը իմ համար անընդունելի է։ Ինչ վերաբերվում է նրա կողմից հնչեցրած այդ մտքին, ես այս հարցազրույցով չեմ ուզում պատասխանեմ հենց այդ անձին։ Ես ուզում եմ առհասարակ խոսեմ այդ թեմայի մասին, որը շահարկվում է իշխանությունների թեթև ձեռքով գցած այդ սուտ տեղեկությունը, թե իբր ես եւ իմ կողմից ղեկավարվող զորախումբը ջոկատը փախել են Արցախից 44-օրյա պատերազմում, որպեսզի այդ թեման մեկընդմիշտ փակվի։ Եկեք օգտագործենք այդ առիթը եւ խոսենք դրա մասին։ Ինչ է ասել ձեր եթերում այդ անձը։ Ասել է թե իբր ես, եկել է ոնց ասել է մարի գնանք դիրք պահենք, փախել է։ Այո։ Հիմա ձեզ ներկայացնում եմ մի իրավիճակ, մի պատմություն եմ պատմում, որի մասնակիցները փառկաստու կան, կենթանի են եւ ցանկացած դեպքում, ցանկացած ժամին կարող են դա իմ խոսքերը ապացուցել եւ հիմնավորել։ Նոյեմբերի 3-ի կամ 4-ի մասին է խոսքը։ Ինձ զանգահարում է Արցախյան ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը, ասում է շտաբ հանդիպելու հարց ունենք։ Մենք գտնվել ենք զորախմբով այդ ժամանակ Շուշիում։ Բաց կապով է զանգը եղել, ինտերնետ չկար եւ հեռախոսով չէր կարող ինքը ինձ ասեր, այն ինչ որ պետք է ասեր եւ խնդրել է հանդիպում։ Ես Շուշիից գնացել եմ Ստեփանակերտ, հանդիպել եմ Արայիկ Հարությունյանի հետ։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրավիճակը, ասել է, որ ադրբեջանական զինուժը շատ մեծ ուժերով հարձակում է գործում եւ ունեն տեղեկատվություն, որ Շոշ գյուղի հատվածից լինելու է ներխուժում ադրբեջանական զինված ուժերը։ Եվ ինձ խնդրել է, որպեսզի ես իմ ջոկատով դուրս գամ Շուշիից եւ գնամ միանամ Շոշի պաշտպանությունը իրականացնող մարդկանց։ Եվ այդ ժամանակ նաև Արայիկ Հարությունյանը ինձ ասել է, որ Շոշի պաշտպանության պատասխանատուն նախկին պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանն է։ Ասել եմ շատ լավ եւ գնացել եմ Շոշ գյուղ։ Շոշ գյուղ հասնելուն պես գնացել եմ դպրոց, Շոշ գյուղի դպրոց, որտեղ տեղակայված եղել հրամանատարական կետը, հանդիպել եմ Լևոն Մնացականյանի հետ, հրամանատարական կետում եղել են եւս այլ մարդիկ եւ ասել եմ, պարոն գեներալ, խնդրում եմ ասեք ինչ ենք անում եւ մեզ վստահված հատվածը որն է։ Ներողություն, շատ կարեւոր մի հատ հատված բաց թողեցի։ Արայիկ Հարությունյանը երբ որ ներկայացնում էր Շոշի պաշտպանության հետ կապված դրվագներ եւ մանրամասներ, ես ասացի, որ իմ անձնակազմը ընդամենը մոտ 80 հոգի է եւ 80 հոգով այն խնդիրը, որը դուք դնում եք մեր առջեւ, ֆիզիկապես անհնարին է կատարել։ 80 հոգու հաշվարկով խնդրում եմ մեզ ասեք, որտեղ պետք է պաշտպանություն իրականացնենք։ Այդ ժամանակ ինձ Արայիկ Հարությունյանը ասեց, պարոն Վանեցյան, ձեզ միանալու են նաեւ արցախցիներ, ես հիմա իրանց ղեկավարին կասեմ, կմոտենա ձեզ, որ իրար հետ այդ պաշտպանությունը իրականացնենք։ Եկանք Շոշ գյուղ, Մնացականյան Լևոնի հետ խոսեցինք, պատմեցի արդեն ինչի մասին, Մնացականյան Լևոնը ասեց, մի քիչ սպասեք, Արթուր Հարությունյանը, ով չգիտի, ասեմ ով է։ Նախկինում երկար տարիներ ծառայել է զինված ուժերում Արցախի, որից հետո մի ժամանակ եղել է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարը
եւ արցախցիներին նաեւ լայն հանրությանը հայտնի է 33 անունով, դա իր ոնց է, պազիվնոյ է, ասենց ասեմ։ Ու Լևոն Նացականյանը ասել է Հարությունյան Արտուրը ձեզ կտանի ցույց կտա ձեզ վստահված դիրքերը, որտեղ դուք պետք է իրականացնեք պաշտպանությունը։ Շոշի ուղղությամբ։ Շոշի ուղղությամբ։ Այդ ժամանակ հրամանատարական կետ է մտել մի տղա, որը ներկայացել է Արտուր Օսիպյան անուն ազգանունով։ Ես իրեն լսել եմ իր մասին, բայց դեմքով անկեղծ չէի ճանաչում։ Ողջունել է բոլորին, բարևել է, ասել է պարոն Վանեցյան, մենք իրար հետ պետքա պաշտպանությունը իրականացնենք։ Ասել եմ շատ լավ, հիմա սպասենք թող Լևոն Նացականյանը եւ Արտուր Հարությունյանը մեզ ասեն մեր վստահված տարածքը, որ գնանք անենք։ Արտուր Օսիպյանը եղել է 1 հոգու հետ, չգիտեմ դա ով է եղել, 1 հոգի մարդի հետ է եղել։ Սպասել ենք մինչև մեզ, որ տանեն տեղակայեն մեր դիրքերում, այդ սպասելու ժամանակահատվածից հետո Արտուր Օսիպյանը անհետացել է, ես չեմ տեսել այլևս իրան, ոչ էլ հարցրել եմ ուր է Արտուր Օսիպյանը։ Եվ դրանից հետո երբևիցե այդ տղային ես ոչ տեսել եմ, ոչ շփվել եմ, ոչ խոսել եմ։ Նա ձեզ ասել է արեք գնանք ես ինչ տեղ։ Ոչ մի բան չի ասել, ասել է բարև ձեզ, ինձ Արայիկ Հարությունյանը ուղարկել է այստեղ եւ ասել է, որ այստեղ պետք է իրականացվի Շոշի պաշտպանությունը։ Դրանից հետո նորից եմ կրկնում, այդ 5-10 րոպե շփումից ավել երբևիցե որևէ անգամ ես այդ տղային ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ գիտեմ։ Մեկ էլ տեսել եմ ձեր եթերում այդ ձեր պարտական հայտարարությունները անելու համար։ Հիմա շատ կարևոր մի հատ հանգամանք կա։ Այն տարածքը, որտեղ մեզ վստահվել է իրականացնել պաշտպանությունը, մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը, այսինքն Արցախի վերջնական հանձնումը ադրբեջանցիներին, այդ հատվածը, այդ դիրքը եղել է հայկական։ Դրա մասին վկայում են թե այնտեղ իրականացված նկարահանումները, ֆոտո, վիդեո նկարահանումները, թե մարդիկ, որոնք կենթանի են եւ կարող են դա հիմնավորել եւ ապացուցել։ Որ դիրքը, որ մենք ենք պաշտպանել, մնացել է մինչև վերջ հայկական, եղել է դրված Արցախի Հանրապետության պետական դրոշը, աջ եւ ձախ կողմերից դրված է եղել ադրբեջանական դրոշներ։ Այսինքն նոյեմբերի 9-ից հետո այդ դիրքը մնացել է հայկական։ Մեզ ինչ հանձնարարվել է, ինչ վստահվել է, մենք մինչև վերջ կանգնել ենք այդտեղ եւ պահել ենք այդ դիրքը։ Ինչքան եք մնացել դուք պատերազմի ժամանակ Արցախում։ Ուրեմն նայեք, Արցախում ես եղել եմ առաջի անգամ սեպտեմբերի 28-ի առավոտյան։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան մենք մեկնել ենք Արցախ, որից հետո այնտեղ մեզ ոչ մեկ չի թողել, որպեսզի մասնակցենք որևէ գործողության պատերազմի ժամանակ, ասել են սպասեք, կասեք, սպասեք, կասենք, մինչև այն պահը, երբ որ Նիկոլ Փաշինյանը հերոստացույցով, ուղերձով դիմել է ժողովրդին եւ ասել է, որ վիճակը շատ ծանր է, կհիշեք, կազմեք ջոկատներ, ձեր մեջից ընտրեք հրամանատար եւ գնացեք պատերազմի։ Տունը ով ինչ ունի վերցրեք եւ գնացեք։ Բայց մինչև այդ գրավոր կարգով ես դիմել եմ Պաշտպանության նախարարությանը, զինված ուժերի գլխավոր շտաբին եւ ասել եմ, խնդրում եմ մեզ որպես կամավորներ ներգրավեք Արցախի պաշտպանությանը։ Որևէ պատասխան չենք ստացել։ Մինչև այդ կոչը։ Այդ կոչից հետո ես կրկին անգամ դիմել եմ զինված ուժերի գլխավոր շտաբ եւ մեզ ասվել է, որ պետք է գնանք հիմա Արցախի Հանրապետություն եւ անցնում եք Արցախի պաշտպանության բանակի ենթակայության, այսինքն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը ինչ կասի, այն էլ կանենք։ Գնացել ենք եւ հենց արել ենք հիմա։ Միայն այս մարտը չի ասում ձեր այդ այսպես ասած վիճահարույց մասնակցության մասին։ Նիկոլ Փաշինյանն է ազգային ժողովում ելույթ ունեցել, PR-ի համար գնացել, լուսանկարվել եկել են, անուղակի նաև հասկացնելով ասում էր գեներալներ կան լուսանկարվել եկել են։ Այն ժամանակ ինչի՞ չեք արձագանքել այդ մեղադրանքին։ Ես արձագանքել եմ բազմիցս։ Անկամ դատի եմ տվել Նիկոլ Փաշինյանի խմբակցության падգամավոր տխրահարչակ գեներալ
ինչա Մելքոնյան Գագիկին։ Դատը շահել ենք։ Ու գիտեք, դա абսուրդի ժանրից է մեզ մեղադրել, որ մենք փախել ենք Արցախից։ Փախել ենք անցել է պատերազմից 5 տարի։ Ինչի դասալքության համար որևէ մեկը դատապարտված չի։ Կարող եք իմ հարցին դուք պատասխանեք։ Դուք որ ասում եք վիճահարույց չէ, դուք հիմա ասում եք, որ մենակ Օսիպյան Արտուրը չի, այլ ուրիշ մարդիկ են դրա մասին խոսել։ Խոսել է ուղիղ տեքստով իմ ասած մարդը, Մելքոնյան Գագիկը, որը դատարանում պարտվել է դատարանում, ուրիշ ոչ մեկ երբևիցե ուղիղ նման մեղադրանք չի ներկայացել, որտեվ իրականության մեջ նման մեղադրանք չի կարող գոյություն ունենալ, ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Ես անկեղծ չէի արձագանքի այս հայտարարությանը, եթե դա լիներ որ քաղաքական հարցերով ինձ վերաբերվող մեղադրանք, ես դա շատ նորմալ կընդունեի եւ նորմալ եմ ընդունում։ Բայց երբ որ ասում են Արտուր Վանեցյանը եւ իր կողմից գլխավորած ջոկատը փախել է Արցախից, ես պատասխանատու եմ նաեւ այն 80-ից ավել տղաների համար, որոնք իմ հրամանատարությամբ եկել են իրենց կյանքը վտանգելով, պաշտպանել են մեր հայրենիքը։ Դե ասում են, այդ ինչ պատերազմ էր գնացել, որ այնտեղից ֆոտո շարքեր էր հրապարակում։ Ինչ ֆոտո շարք։ Մի քանի հատ ֆոտո նկարել են ու ինչ նպատակով էր դա։ Ես չեմ դա տարածողը։ Ես չեմ կարող ցույց տալ իմ ինչ որ մի էջում, որ ես ֆոտոներ եմ հրապարակել կամ պատերազմի մասին առհասարակ։ Դուք եք լուսանկարներում։ Ես լուսանկարներում փողոցում ման եմ գալի, Նարեկ Կիրակոսյանը նկարումը ուղարկում է, նկարումը հրապարակում է։ Փողոցում պատերազմ չի։ Լսեք, ֆոտոսեսիաների արքաները Նիկոլ Փաշինյանն եւ իր խմբակը, որոնք գնում էին Գորիսի կողքերը կամուֆլաժը հագած բրոնեժիլետներով նկարվում էին, տարբեր ամառանոցներում քեֆ էին անում 1-2 օր, հետո ասում էին մենք պատերազմի ենք։ Այդ ախր Ալեն Սիմոնյանին նկատի ունեք։ Դու հենց Ալեն Սիմոնյանին եւ մնացածին։ Ոչ միայն Ալեն Սիմոնյանին, այդ թվում Ալեն Սիմոնյանին։ Այդ հիմա ամենամեծ մեղքը որն էր, որ ֆոտոներ կա պատերազմի վայրից։ Իսկ մեկը չի ասում, ինչ գործ ուներ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն գեներալ-մայոր Արտուր Վանեցյանը առաջնագծում ավտոմատը ձեռքը պատերազմի ժամանակ։ Կարևոր չի։ Հայրենիքը բոլորինը չէ։ Հայրենիքը բոլորինն է, բայց գաղտնագիր մարդը առհասարակ իրավունք չունի գնա այնտեղ եւ չգնայիք, եթե այդքան բանը կարևոր է։ Չգնայիք չէ, բայց իմ համար հայրենիքը ավելի կարևոր է, քան իմ կյանքը։ Դե հիմա հակասում եք ձեզ, ասում եք ինչ գործ չեմ հակասում։ Ես ասում եմ, ես հասկանալով, գիտակցելով այդ ամենը, գնացել եմ եւ իրականացրել եմ իմ պարտքը հայրենիքի նկատմամբ։ Ու պատրաստ եմ ցանկացած պահի նույնը կրկնել։ Բայց մեղադրում են ինչ որ անհեթեթությունների մեջ, ես ուզում եմ այս թեման վերջնական փակվի։ Ձեր միակապացույցը, այսինքն ձեր խոսքն է, պարոն Վանեցյան։ Այսինքն ինչ պետք է լինի սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 9-ը, նոյեմբերի 8-ը ներեգություն։ Նոյեմբերի 8-ը եղել եմ Արցախում։ Ունենք 4 վիրավոր, հրազենային վնասված ստացած։ Ոչ թե բեկորային, ոչ թե անօթաչու թռչող սարքերի։ Վերջին օրերին որտեղ եք եղել։ Վերջին օրերին եղել ենք Շոշ գյուղում։ Ընդ որում նոյեմբերի 8-ին իմ հետ կապնվում է Լևոն Մնացականյանը, ասում է, որ հրաման ունենք այդ դիրքերից իջնելու, քո վստահված, քո ջոկատի տղաները չեն լսում ինձ եւ Արտուր Հարությունյանին, չեն իջնում դիրքերից, բայց մենք հրաման ունենք հիմա իջնելու եւ գալու Ստեփանակերտ, որպեսզի նոր հանձնարարություն ստանանք, ինչ պետք է անենք։ Ասում են, մինչեւ Վանեցյանը մեզ հանձնարարի մենք դիրքը չենք թողնելու։ Այդ ժամանակ շատ բարդ էր կապի խնդիրը։ Ռացիաները չէին աշխատում, հեռախոսները մեկ աշխատում էին, մեկ չէին աշխատում։ Ինձ Լևոն Մնացականյանը գտել է, հանդիպել ենք, խոսել ենք, գնացել եմ տղաներին, այդ տղաները փառկացու կենթանի են կամ։ Դուք տղաների մոտ չէիք։ Ես տղաների մոտ գնացել եմ, վերադարձել եմ, որտեղ այդ տղաները պետքա գնային
ծառայություն իրականացնեին, հետո գնային հանգստանային, հետո պետքա փոխեին, դա չես կարա մարդուն տանես թողես միտեղ 20 օր ձեռ չտաս, չէ՞։ Տրամաբանական է։ Ես անընդհատ գնացել եմ եկել եմ ու ոչ Այսինքն ավելի շատ կազմակերպչական հարցերով եք զբաղվել, ճիշտ եմ հասկանում։ Եվ կազմակերպչական եւ պաշտպանողական։ Հիմա մենք ինչի մասին ենք խոսում։ Նորից եմ կրկնում, այդ խոսակցությունները, որ դուք ասում եք ինչ ապացույց ունեք, ամենամեծ ապացույցը այնա, որ մեզ վստահված դիրքը մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիս մնացել է հայկական։ Էլ ինչ ապացույց եք ման գալիս։ Ուրիշ ապացույց ուզում եք։ Ինչ ապացույց։ Անուններ եմ տվել։ Ցավոք սրտի Լևոն Նացականյանը չի կարող դրա մասին խոսել, բայց ունի տված հարցազրույց, երբ որ են սկզբում շարքումներ եղավ, Լևոն Նացականյանը հարցազրույց է տվել 168 ժամին։ Խնդրում եմ 168 ժամի հարցազրույցը ում հետաքրքիր է, միացրեք, նայեք, լսեք, կարդացեք։ Արտուր Հարությունյանը բնակվում է այսօր Հայաստանում, խնդրում եմ գտեք Արտուր Հարությունյանի եւ նրա հետ խոսեք։ Մեր ջոկատի տղաների հետ խոսեք, կողքի դիրքերի տղաների հետ խոսեք, արցախցիների հետ խոսեք։ Դա մանիպուլատիվ սուտ տեղեկությունը տարածումը ուղղակի անթույլատրելի է եւ անբարոյական։ Իսկ ինչ վերաբերվում է, եկեք էտել ասեմ ու ավարտենք։ Ես հույս ունեմ, որ Արտուր Օսիպյանը այն ինչ որ հայտարարած էր եթերում, արել է ոչ մտածված եւ ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք։ Եթե Արտուր Օսիպյանը առաջիկա օրերին հանդես չգա հերքմամբ, ես անպայման դիմելու եմ դատարան եւ պահանջելու եմ այս զրպարտությունը, որպեսզի նա դատական ակտով հերքի։ Հետո ինձ որևէ մեկը չմեղադրի, որ Արցախից բռնի տեղահանված անձին Արտուր Վանեցյանը դատի է տվել։ Դե մեկ Նիկոլ Փաշինյանն է հիմա դատի տալիս Արցախից բռնի տեղահանվածներին։ Խնդրում եմ այդ համեմատությունը մի արեք։ Փաստն եմ արձանագրում։ Փաստը մի արձանագրեք, դուք սխալ մանիպուլատիվ բաներ եք ասում։ Այսինքն ի՞նչն է մանիպուլատիվ։ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել։ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է Թուրքին 150,000 մարդու սարքել է գաղթական։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դրել է հարցականի տակ։ Առավոտից իրիկուն սինխրոն աշխատում է ադրբեջանական իշխանությունները։ Դուք ինձ համեմատում եք ում հետ։ Ես փաստն եմ արձանագրում։ Դուք ասում եք, ես ձեզ ասում եմ արցախցիներին դատի տալիս։ Իրանք դատի են տալիս, իրանք ես ձեզ ասի ինչեր են արել։ Ես հիմա ձեր եթերում ուղիղ ասում եմ եւ հույսով եմ Արտուր Օսիպյանը սա կլսի եւ շատ հանգիստ կընդունի իմ ասածը եւ գիտեք սխալվելու դեպքում ներողություն խնդրելը ամոթ չէ։ Պարոն Վանեցյան, իսկ ինչ նկատի ունեիք, որ ասեցիք Փաշինյանը սինխրոն աշխատում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այսինքն ամենօրյա կապի մեջ են իրենք ձեր տեղեկությունների համաձայն։ Ես չունեմ նման տեղեկություններ, բայց ես տեսնում եմ հանրային իրենց ժողովրդի լեզվով ասած պասերով խաղը եւ գալիս է մեզ եզրահանգման։ Ով ուշադիր հետևում է այդ process-ներին, բոլորը դա տեսնում են եւ դա ակնհայտ է։ Ալիևը ասում է պետքա համալությունը փոխեք, Նիկոլ Փաշինյանը ասում է համալությունը պետքա փոխեն։ Ալիևը ասում է սահմանազատում սահմանագծումը պետքա անենք, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հատվածում միակողմանի առանց ոչ մի բանի սահմանագծում սահմանազատում անում։ Հետո հայտարարում է, ներկայացնում է դա որպես մեծ հաղթանակ։ Իսկ մեկը մտածում է, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետության տարածքից սուվերեն տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, որ գոնե լավ, այնտեղ սահմանազատում սահմանագծում են անում։ Ինչի հենց այդ տարածքում։ Եկեք սահմանագծում սահմանազատումը անենք այն տարածքում, որտեղ ադրբեջանական զինուժը առաջ է եկել եւ օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքը։ Ռազմագերիներ ունենք։ Ռազմագերիների մասին խոսում է։ Լավ է, անում ես այդ զիջումները անում ես։ Գոնե ռազմագերիներին հետ բեր, ասում է դե չեն համաձայնվում, դու էլ մի համաձայնվի։ Ընդունելի է իշխանության այն ասածը, որ չպետք է այդ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ազատագրել։ Հիմա դուք ուղիղ հարց եք տալիս, իզնից ակնկալում եք ուղիղ պատասխան։ Նայեք, ձեր հարցը կարա գնա տեղավորվի այն տեղ, որ ասում են
Ընդդիմությունը կողմ է պատերազմին, իշխանությունը կողմ է խաղաղությանը։ Իշխանությունը առաջարկում է ժողովրդին խաղաղություն, ընդդիմությունը պատերազմ։ Ես նորից եմ կրկնում։ Ինչ եք առաջարկում։ Ես նորից եմ կրկնում։ Պատերազմին կողմ լինելը դա անհեթեթություն է։ Ոչ մի նորմալ մարդ չի կարող կողմ լինել պատերազմին։ Բայց հիմա ձեզ էլի օրինակը բերում եմ։ Օկուպացված տարածքներ ունենք, ընդունվել է, չէ՞, նաև Հայաստանի իշխանությունների կողմից, որ այդ տարածքները օկուպացված են։ Հիմա ինչու սահմանագծում, սահմանազատումը սկսեցինք իրանցից, որտեղ չունեինք ընդհանրապես օկուպացված տարածքներ, որևէ խնդիր չունեինք, այլ չեն սկսել սահմանագծում, սահմանազատումը, օրինակ այն հատվածում, որտեղ ադրբեջանական զինուժը եկել է առաջ եւ օկուպացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Ինչու՞։ Հիմա, եթե ասում են մենք պատերազմով չենք օկուպացված տարածքները հետ բերելու, շատ լավ, մի բերեք պատերազմով, այդ ձեր ասած դելիմիտացիա դեմարկացիայով բերեք, մենք էլ տեսնենք, որ բերեցիք, դրանից հետո եկեք ասեք, ժողովուրդ, տեսակ, այս հարցը լուծեցինք, հիմա էլ այս հարցն ենք լուծում։ Ախր այդպես չի կարելի։ Պարոն Վանեցյան, կներեք, բայց դուք այսպես կողքից դիտորդի նման թվարկում եք խնդիրները, Արցախ կորցրեցինք, իրանցում էս եղավ, գերի ունենք, բայց դուք քաղաքական ուժի ներկայացուցիչ չեք, ուր են ձեր գործընթացները, պրոցեսները։ Մեր գործընթացները 21 թվից, ինչ 21 թվից։ Ես կոնկրետ, որպես Արտուր Վանեցյան, 19 թվի սեպտեմբերի 16-ին բարձրաձայնել եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության կործանարար գծի մասին, ընդ որում, եկեք այդ փաստը ֆիքսենք ձեր եթերում եւս մեկ անգամ։ 2019 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, երբ որ մեկը մեղադրեր ինչ-որ սխալ բան անելու մեջ, դա կլիներ անորոշ կանգարի ազգանշան տվեցիք ու շատ ընթերցել եք այդ տեքստը։ Ասում եք սա թող լինի կանգարի Այո, դրանից հետո տվել եմ հարցազրույցներ, հանրային գործունեություն եմ ծավալել։ Բայց երբեք չեք ասել, որ դա պետական 2020 թվականի հունվար ամսին Երկիր մեդիային տված հարցազրույցս Աննա Իսրայելյանի, խնդրում եմ միացրեք նայեք, եւ դուք եւ մեզ Եվ այդ օրերին դա ընկալվեց, որ Վանեցյանը կոռուպցիոներներին է ուզում պաշտպանել։ Վանեցյանից շատ կոռուպցիոներների դեմ մեկը պայքարել է։ Կարակ մեկին ցույց տակ, որ Վանեցյանից շատ է կոռուպցիոներների։ Ինչու բաց չխոսեցիք դուք 19 թվականին, որ Արցախի մի քանի հանգամանք կա։ Չէ, բաց խոսել եմ, ես դες հարցազրույցը մատնանշեցի, միացրեք նայեք։ Բաց խոսել եմ մշտապես։ Որ Նիկոլ Փաշինյանը։ Բայց ով է հավատում։ Ով էր հավատում։ Մեկը ասում էր, ինչ էին ասում, ասում էին Նիկոլ Փաշինյանի դեմ է դուրս եկել, ուզում է վարչապետ դառնա։ Այդ էր սաղի խոսույթը։ Չի եղել պալատական հեղաշրջման սցենար։ Ոչ, երբևիցե։ Ինձ ինչու են հիմա մեղադրում։ Ասում են ինչի՞ չձերբակալեցիք Նիկոլ Փաշինյանին։ Եթե դուք այդքանը գիտեիք, ինչի՞ չձերբակալեցիք։ Իսկ հիմա ձեզ հարց եմ տալի, որպես քաղաքացի եւ լրագրող, որը ակտիվ հետևում է։ Ներողություն մի ընդհատեք, խնդրում եմ լսեք։ Հարց եմ տալիս ձեզ, որպես քաղաքացի եւ լրագրող, որը ակտիվ հետևում է քաղաքական անցուդարձին։ 2019 թվականի սեպտեմբերին, եթե ես ձերբակալեի պայմանական Նիկոլ Փաշինյանին ու դուրս գայի հայտարարեի, որ լինելու է այն ինչ որ լինելու է, դուք հավատալու եք։ Ուղիղ ձեզ հարց եմ տալի, հավատալու եք թե ոչ։ Ապացույցներ չէիք ներկայացնելու։ Ինչ ապացույց։ Այսինքն ձեզ թվում է ինքը գնաց այդ թղթի վրա գրել է, որ հիմա Արցախը պետք է հանձնենք կորտանարար պատեր։ Գիտեիք։ Իր արվող քայլերից երևում էր ուր է ինքը գնում։ Ինչ է նա անում։ Զուտ դա վերլուծության արդյունք է։ Իհարկե վերլուծությունն է, բա ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը բազմամյա։ Չեք հանդիպել դուք այլ երկրում ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչ այդ Աղվան Վարդանյանի հայտնի ելույթը հիշում։ Հանդիպել եմ, բայց դա գաղտնիք չէ։ Երբ որ եղել եմ ՄԱԾՏ-նորեն, այո, հանդիպել եմ։ Որտեղ է դա արաբական երկր։ Արաբական երկրներից մեկում կարևոր չի դետալները, բայց հանդիպել եմ։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանն է առաջինը հայտարարել, ես էլ հաստատել եմ, այսինքն դրա մեջ գաղտնիք կա։ Ինչ էի քննարկում։ Ոչ մի բան սահմանային անվտանգություն, ուրիշ ոչ մի բան։ Ես դրա մասին նաև էլի խոսել եմ։ 6 միլիարդի թեմա եղել է այդ հանդիպման ժամանակ։ Դուք լսեք, դուք մի հատ հարց եմ ձեզ նորից։ Չէ, բայց այս ժանրում ես պետք է հարցեր։ Չէ, այս ժանրում ախր դուք գիտեք ինչ հարցեր եք տալիս։ Հարցեր, որի պատասխանները վաղուց տրված է։ Ես ասում եմ, իմ գործառույթը եղել է սահմանային
անվտանգության հարցեր, այսինքն եթե սահմանին կրակոցներ լիներ, չգիտեմ, առաջ գային էս անեն, այն անեն, դա է եղել եւ վերջ, որից հետո Նիկոլ Փաշինյանը ինձ ասել է, որ այլ հարցերով սահմանային անվտանգությունից բացի այլ հարցերով շփվելու է իր աշխատակազմի համապատասխան պաշտոնյան։ Անունն էլ տվել եմ Թաշյան հրաչ օգնականներ ոնց որ 6 միլիարդի թեմա եղել է 6 միլիարդ չի եղել, 5 միլիարդ է եղել եւ ես դրա կոնտեքստը ասել եմ ինչի մասին եղել։ Այն ինչ որ Սերժ Սարգսյան Լուկաշենկո ձայնագրությունը ձեզ այսինքն առաջարկել են չեն առաջարկել խոսակցություն եղել է, որ Արցախի շուրջ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պատրաստ է ներդնել Արցախում որոշակի գումար, ուրիշ ոչ մի բան։ Այդ հանդիպմանը ձեզ այդ մասին ասացին։ Չեն ասել, դա խոսակցություն է եղել, զուտ խոսակցություն, չի եղել, որ եկեք դες 5 միլիարդ տանք Արցախը մեզ։ Չէ, այդ հանդիպմանը, որ դուք հանդիպեցիք, այդտեղ եղել է այդ ես ասեցի, ինչ որ կարա ասեի, այն ինչ որ եղել է, ես ասեցի։ Չի եղել ուղիղ, որ 5 միլիարդ եկեք։ Չէ, ասեն Արցախում գումար կներդնենք, ձեր հետ հանդիպման այդ խոսակցություն է եղել։ Հիմա մենք իրար հետ զրուցում ենք խոսակցությունը։ Դա խոսակցությունը։ Հետո դուք եկաք դա Նիկոլ Փաշինյանին ասեցիք եւ ինչ ասեցիք։ Ասել եմ ոչ մի բան, ինչ լսել է, անցել ենք առաջ։ Տեսեք, վերադառնալով նախորդ հարցին, պարոն Վանեցյան, որ դուք թվարկում եք խնդիրները, բայց չեք խառնվում որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Օրինակ, ձեզ նաեւ Բագրատ Գալստանյանի ակցիաներին որպես կուսակցություն չտեսանք աջակցելով, թե մասնակցեցիք։ Մենք մասնակցել ենք, ես անձամբ չեմ գնացել։ Ես անձամբ չեմ գնացել։ Երկու խնդիր ա եղել իմ չգնալը։ Որևէ կերպ չստվերել Բագրատ Սրբազանի առաջնորդությունը, որևէ կերպ։ Ես չեմ ասում, որ դրանով ես կստվերեի կամ ինչ որ մի բան կլներ։ Ուղղակի որոշումը կայացվել իմ կողմից, որ ես անձամբ չեմ գնալու։ Մեր կուսակցությունը ակտիվ ներգրաված ա եղել, հրապարակային էլ ես իմ աջակցությունը հայտնել եմ Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազանի հետ էլ բազմիցս հանդիպել եմ, քննարկել ենք տարբեր հարցեր։ Ցանկացած շարժում, որը միտված է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանի Հանրապետության դիրքերը ամրապնդելու, ես այդ ցանկացած շարժմանը լինելու եմ մասնակից, եղել եմ եւ կամ։ Կարծում եք նախկինները, որ առաջին դեմքերի մակարդակով մասնակցում են, խանգարում են այդ գործընթացներին, թե ոչ։ Ես չունեմ նման վերլուծություն, չունեմ նման տեսակետ, որ խանգարում են, ցանկացած մարդ մասնակցում է ցանկացած միջոցառման ըստ իր ցանկության։ Եվ ի վերջո ինչու ձեզ չհաջողվեց մի քանի օրոց Նիկոլ Փաշինյանին հեռացնել, հենց նույն Պրոշյան փողոցում ասում եք մի քանի օրից Փաշինյանին կհեռացնենք։ Չհաջողվեց, որտեվ չհաջողվեց։ Հիմա գիտեք, սխալ դուրս ենք եկել պայքարի, ունենք նպատակ։ Չի հաջողվել, բայց դա չի նշանակում, որ դադարել ենք եւ որևէ բան չենք անելու։ Փողոցային պայքարով ցավոք սրտի չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող բիռ ուժը, հետապնդումները, քրեական, քաղաքական հայացքներ ունեցող, իրեն հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հետապնդումները, ձերբակալությունները, կեղծ լուրերի տարածումը, կեղծ լուրերի թեզերի տարածումը, մարդկանց վախեցնելը էլի պատերազմներով եւ մնացածով չի հաջողվում։ Բայց դա չի նշանակում, որ պետքա ձեռքերս լվանք, նստենք, ասենք թե չի հաջողվում, չի հաջողվում։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի, ցանկացած ու գնում է ու անում է։ Դրան էլ պետքա հակադարձենք։ Մենք էլ մեր քայլերը պետք է անենք։ Ես որ ասում եմ մենք, ես նկատի ունեմ համ ինձ, համ ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր գործիչները։ Ցանկացած քայլ, այսինքն միջամ անգամ մարդկանց վրա կրակել Նիկոլ Փաշինյանի կողմից, իհարկե, բայց դուք չեք տեսել, որ կրակել է։ Բագրատ Սրբազանի իրականացված ակցիայի ժամանակ ինչ են արել։ Մեր ակցիայի իրականացված ժամանակ այստեղից մի քիչ վերև Պրոշյան Դեմիրճյան խաչմերուկում առանց մարդկանց զգուշացնելու հատուկ միջոցներ են կիրառում ու կրակում են մարդկանց մեջ։ Հետո մի հատ հետին թվով օրենք են ընդունում կամ հրաման, որ Դե դա այն բանից հետո եղավ, երբ որ հայտարարեցին, որ մտնում ենք ազգային ժողով։ Հայտարարեցին, ոստիկանություն ունի գործառույթ հատուկ միջոց կիրառելուց առաջ մարդկանց զգուշացնի, տեղեկացնի, ոստիկանությունը իշխանությունների պաշտպանը չի։ Ոստիկանությունը
հանրահավաք անող մարդկանց անվտանգությունը ապահովելու գործառույթ ունի, ոչ թե ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառելու, դիրտուժ կիրառելու, ձերբակալելու։ Դուք էլ լրագրող եք եղել, տեսել եք, թե նաև լրագրողների նկատմամբ քանի անգամ բռնության դեպքեր եղել ոստիկանության կողմից։ Պարոն Վանեցյան, 24-ի եթերում դուք ասում եք, հա, վատ, որպես հայ վատ եք գնահատում, որ ռուս խաղապաները իրենց ֆունկցիան չեն կատարել, բայց նաև առաջարկում եք, որ ռուսական կողմից էլ նայենք, հասկանանք ինչ է տեղի ունեցել, դա կբացեք, ինչ նկատի ունեք ռուսների կողմից էլ նայել։ Ես հիմա այս թեմայի մեջ չեմ ուզում այս պահին խորհանալ, որովհետև դա առանձին թեմա է, եթե մենք հիմա սկսենք խոսել դրա մասին, մեր հարցազրույցը կտևի եւս մի ժամ։ Ես նորից եմ կրկնում, այո, ես ունեմ հարցեր ռուսական կողմին, բայց նաև ունեմ հարցեր հայկական կողմին։ Ինչու այս ամեն ինչը տեղի ունեցավ։ Ես խորքային տեղեկատվությունը չգիտեմ։ Գիտեմ այնքան, ինչքան հասու է եղել ինձ այս ընթացքում։ Չեմ ուզում այս պահին անպատասխանատու որևէ հայտարարություն անել։ Երբ որ պատրաստ կլինեմ ամբողջական այս թեմայով խոսելու, խոսք եմ տալիս անպայման կխոսեմ։ Շնորհակալություն, պարոն Մանեցյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։